պետական համակարգը հնարավորություն ունի ապացուցելու, որ կարող է գործել անկախ գործադիր իշխանությունից, ինչպես որ հարիր է ժողովրդավարական պետությանը։ Իսկ ավելի կոնկրետ կարող է ապացուցել, որ կարող է գործել առանց հրահանգների մեկ մարդու կողմից։ Այստեղ հարց է առաջանում. ինչու հնարավորություն չեն տալիս, որպեսզի Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի համար ստեղծի 300,000 աշխատատեղ։ Ինչու հնարավորություն չեն տալիս, որպեսզի Սամվել Կարապետյանը հնարավորություն տա երիտասարդներին ձեռք բերել մատչելի բնակարաններ։ Պարզ է, որովհետև այս իշխանությունները չեն սպասարկում Հայաստանի շահերը։ Այն ամենը, ինչը որ միտված է Հայաստանի զարգացմանը, Հայաստանի բարգավաճմանը, հակասում է այսօրվա իշխանության նպատակների։ Եվ ամենակարևորը, այս փոքրիկ խմբակի ղեկավարը իր վախերից ելնելով շարունակում է փակ պահել այն բոլոր խիզախ ազատության խոսքից օգտվել ցանկացող մարդկանց փակի տակ պահել։ Այդ թվում Սամվել Կարապետյանի, մեր հոգևոր հայրերի, լրատվամիջոցների ներկայացուցիչների, սա ոչ այլ ինչ է, քան վախի դրսևորում։ Այս վախի մթնոլորտում փորձում են մարդկանց պահել համոզել, որ ոչ մի բան մեզանից կախված չէ։ Փորձում են համոզել, որ մենք ոչինչ փոխել չենք կարող։ Իսկ մենք ասում ենք, այս ամենի մնացել են ընդամենը հաշված օրեր։ Ուժեղ Հայաստանը լինելու է եւ Հայաստանը լինելու է ուժեղ։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։